Օրացույցի վրա փետրվարի 3-ն է, ձմռան 3-րդ ամսվա 3-րդ օրը։ Մինչ շատերը սպասում են գարնանը, պատմության անիվը շարունակում է պտտվել, մեզ հիշեցնելով այն դեպքերի մասին, որոնք փոխել են աշխարհն ու մեր իրականությունը հենց այս օրը։ 28 տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Այս իրադարձությունը կապված էր Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ նրա առաջարկած հանդուգն պլանի մերժման հետ և մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի հետագա քաղաքական զարգացումների վրա։ 1972 թվականի փետրվարի 3-ին սկսվեց Իրանի ամենասարսափելի ձնաբուքը, որը տևեց մի քանի օր և խլեց առնվազն 4000 մարդու կյանք, դառնալով պատմության մեջ ամենամահաբեր բուքը։ Թեև այսօրը ծնվել է գերմանացի նշանավոր կոմպոզիտոր, հարսանեկան քայլերքի հեղինակ Ֆելիքս Մենդելսոնը, փետրվարի 3-ը համարվում է երաժշտության մահվան օրը։ 1959 թվականի փետրվարի 3-ին ավիավթարից զոհվեցին ռոքնռոլի 3 նշանավոր աստղեր՝ Բադդի Հոլին, Ռիչի Վալենսը և Բիգ Փոփերը։ Այս իրադարձությունը մեծ ազդեցություն ունեցավ երաժշտական աշխարհի վրա։ 1468 թվականի հենց այս օրը կյանքից հեռացավ մի մարդ, որը փոխեց մարդկության ընթացքը՝ Յոհան Գուտենբերգը։ Մինչև նա գիրքը հասանելի էր միայն հարուստներին, իսկ մեկ աստվածաշունչն արժեր մի ամբողջ գյուղ։ Գուտենբերգը ստեղծեց տպագրահաստոցը, գիտելիքը հանելով վանքերի փակ դռների հետևից ու տալով ժողովրդին։ Հենց նրա հայտնագործության շնորհիվ 1512 թվականին ծնվեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը։ 1966 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցավ անհնարինը։ Խորհրդային Լունա 9 կայանն առաջին անգամ փափուկ պայրեջ կատարեց լուսնի վրա։ Մինչ այդ շատերը կարծում էին, թե լուսնի մակերևույթը փոշու հաստ շերտ է, որտեղ հայտնված ամեն ինչ կխորասուզվի, բայց Լունա 9 կոտրեց այդ առասպելը, երկիր ուղարկելով առաջին լուսանկարները։ Այս հաղթանակը նաև մերն է։ Տիեզերական էսթրիչքի բարդ հաշվարկների ու սարքավորումների թիկունքում կանգնած էր հայ գիտական միտքը, Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի մեր տաղանդավոր ֆիզիկոսներն ու ինժեներները։ Գիտեիք, որ 1944 թվականի փետրվարի 3-ին է ստեղծվել հանրահայտ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության ասոցիացիան, այնպես որ եթե կինոման եք, այսօր կարող եք մի լավ ֆիլմ դիտել։ Ահա այսպիսին էր փետրվարի 3-ը։ Պատմությունը կերտվում է ամեն օր, եւ ով գիտի, գուցե հենց այսօր դուք էլ անեք մի բան, որը կհիշվի տարիներ անց։